Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, այսօր սրտաբանի համաշխարհային օրն է, բնականաբար խոսելու ենք սրտաբանությունից եւ մասնավորապես մանկական սրտային վիրաբուժությունից։ Այո, սրտաբանությունը մի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիան, ճշգրտությունը եւ համարձակությունը միաձուլվում են մարդասիրության հետ։ Իսկ մեր տաղավարի այսօրվա հյուրը հենց այդ օրինակներից մեկն է։ Մարդ, ով ուղիղ իմաստով գիտի, թե ինչ է կատարվում սրտի ներսում։ Տաղավարում բժշկական գիտությունների թեկնածու սրտային վիրաբույժ Գագիկ Քեբոյանն է։ Առողջ առավոտ, բժիշկ Քեբոյան։ Մենք բարի լույսը փոխակերպել ենք առողջ առավոտ խոսույթով։ Բայց եկեք ես ասեմ բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, բժիշկ Քեբոյան։ Եվ միանգամից անցնենք հարցերին։ Ինչ նշանակություն ունի սրտաբանի համաշխարհային օրը մասնագիտական շրջանակի եւ հանրային առողջագիտության տեսանկյունից։ Հավանաբար եւս մի անգամ առիթ է արժևորելու մարտահրավերները, արժևելու խնդիրները, նորությունները, ինքդ քեզ դատելու, երևի տես մի բան։ Բժիշկ Քեբոյան, դուք հանդիսանում եք Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սիրտանոթային վիրաբուժության ծառայության ղեկավարը եւ գաղտնիք չէ, որ Նորք Մարաշը համարվում է այս ոլորտում բացարձակ առաջատար, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Ես կուզեի իմ փոքր պատմեք այդ դպրոցի կայացման մասին, մասնավորապես մանկական սրտային վիրաբուժության եւ այդ դպրոցում դուք ինչպիսի ճանապարհ անցաք։ Նորք Մարաշ բժշկական կենտրոնը առանցքում մանկական սրտային վիրաբուժություն ունի։ Տարիներ առաջ, սրանից մոտավորապես 30 տարի առաջ նոր շունչ տրվեց Հայաստանի հայկական սրտային վիրաբուժությանը հրայրովակիմանի Հայաստան գալով նոր էրա մտանք սրտային վիրաբուժության մեջ, մանկական սրտային վիրաբուժության մեջ եւ մեծ բան տեղ ունեցավ այն երեխաներն, ովքեր որ ստիպված էին արտերկիր գնալ այլ տեղեր բուժումներ ստանալու, հիմա այդ պայից սկսած իրենք սկսեցին վիրատվել հայրենիքում, հայրենի մայրաքաղաքում։ Այնուհանդերձ ճանաչելով ձեր համեստ տեսակը, կխնդրեմ շատ հակիրճ մի պատասխանեք, ինչպիսի դպրոց է այն եւ դուք ինչպիսի ճանապարհ անցաք այնտեղ, որովհետեւ ինչքան որ ես գիտեմ, այնտեղ սկսում են ամենացածր մակարդակից եւ հասնում առավելագույն արդյունքի։ Հենց ավետիք շատ ճիշտ բառ նկատեցիր, դպրոցի մոտ, հենց դպրոցը, Նորք Մարաշ բժշկական կենտրոնը դպրոցը։ Հավանաբար այն բառը, որ պետք է ճիշտ նկարագրի Նորք Մարաշ բժշկական կենտրոնը, դա դպրոցն է։ Դպրոց, որը հիմնված է հետաքրքիր եւ կարեւոր սովորույթների վրա։ Հիմնական կենտրոնը հիվանդն է։ Հիվանդ բուժելու process-ի շուրջ հավաքված են հրայրի բարերով ասած խենթեր, ովքեր որ ժամանակի ընթացքում միանալով թիմին, ել երբեք չեն ուզում այդ թիմից հեռանալ։ Դպրոցն ունի հիվանդ բժշկելու իր մոտիվը, իր նպատակը, բայց արդյունքում նաև ուսուցանվելու, սովորելու արվեստն է եռում այդ դպրոցում։ Մենք սովորում ենք կամ սովորել ենք պատասխանատվություն կրելու արվեստը, որոշում կայացնելու պատասխանատվություն կրելու արվեստը։ Իմ վիրաբույժ գոլեգաները բոլորները կհասկանան եւ գիտեն, որ կատարողական արվեստը ձեռք բերողի հեշտ ձեռք բերողի գիտություն է, բայց այդ պատասխանատվությունը որոշում կայացնելը դրան տեր կանգնել այդ է, որ տարիների ընթացքում տրվում է այս տեսակ դպրոցներում։ Բժիշկ Քեբոյանի, որքան զարգացած է այսօր Հայաստանում վիրաբուժությունը, հա? Սրտային վիրաբուժությունը եւ ինչքանով է մարտահրավերներ նետում տարածաշրջանում, որովհետեւ հանդիպում են իհարկե չեմ ասի շատ հաճախակի, որ անգամ նույնիսկ լինում են սրտային վիրահատական միջամտություններ, որ չգիտես ինչու դիմում են նույն մեր հարևան երկրի Վրաստանում այդ վիրահատությունը իրականացնելու։ Արդյոք առաջատար ենք, արդյոք ինչ ցուցանիշներ ունենք, եթե կան այդպիսիք։ Եթե ձևակերպենք Հայաստանի սրտային վիրաբուժությունը ճիշտ քայլապահում աշխարհի հետ ժամանակակից սրտային վիրաբուժության հետ։ Հայաստանում արկա բոլոր սրտային վիրաբուժական թիմերը հավասարապես աշխատում են եւ ճիշտ քայլ են պահում։ Եվ հիվանդները ստանում են մեր երկրում այն տեսակ բուժումը, որն իրենց հարցերը լուծում է։ Մենք մի հարց ունենք դեռ չլուծված, բայց դա հույսով եմ, որ շուտով կլուծվի, դա սրտի փոխպատվաստման հարցն է։ Եթե սրտի փոխպատվաստումը մի կողմ դնենք, մնացած բոլոր սրտային խնդիրները վիրաբուժական առումով Հայաստանում լուծում ունեն։ Եվ հույս ունեմ շուտով նաեւ սրտի փոխպատվաստումը։ Ինչ ինձ թվում է բժշկավարության շատ ողջունելի կլինի։ Մենք բոլորովին վերջերս հասցրեցինք խոսել լյարդի փոխպատվաստումից եւ իհարկե սա նոր քայլ եւ նոր ասելիք կլինի։ Մանկական սրտային վիրաբուժության մեջ ինչ էթիկական հիմնական եւ իրավական խնդիրներ կան, եթե կան այդպիսիք Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ իրապես շատ բարդ է յուրաքանչյուր ընտանիքի համար այդ գիտակցումը ունենալ, ռիսկերը մեծ են, ինչպես է ստացվում այդ կանոնակարգումը պացիենտների հետ։
Մանկական սրտային վիրաբուժությունը մեր մասնագիտության մեջ յուրահատուկ տեղ զբաղեցնող հատված է։ Պացիենտները, հիվանդները, նորածինները կյանքի առաջին օրվանից երբեմն կարիք են ունենում գործողությունների, երբեմն այդ գործողությունները ռադիկալ գործողություններ են լինում, մեծ ծավալի, մեծ ռիսկ պահանջող գործողություններ։ Եվ վիրաբուժական թիմերն, ովքեր որ իրենց վրա վերցնում են այդ պատասխանատվությունը, սկսում են մի ճանապարհ հիվանդի եւ ընտանիքի հետ, որը կարող է մի վիրահատությամբ չավարտվի։ Եվ ստացվում է, որ տարիների կտրվածքով երեխաները ունենում են մի քանի վիրահատություններ եւ կան երեխաներ, որ նոր կմարաշի տարիքի են։ Այսինքն վիրահատվել են այն ժամանակ, երբ որ նոր կմարաշը սկսվել է նորածին շրջանում, եւ հիմա նոր կմարաշի հետ համատեղ նրանք 30 տարեկան են։ Ես չհասցրի ուզում էի հարցնել ձեզ, ձեր ամենամեծ վիրահատած երեխան հիմա քանի տարեկան է, որ շփում կա, վստահ եմ վերադառնում են ընտանիքի հարազատները։ Եթե համարենք այնպես նոր կմարաշում վիրահատված երեխաները, նրանք, որոնք նորածին շրջանում հանդիպել են նոր կմարաշի ձևավորման առաջին տարիներին, առաջին օրերին, հիմա տարեկից են նոր կմարաշին։ Հիմա տարեկից են։ Իսկ ձեր կյանքում։ Իմ կյանքում ես վիրահատում եմ 2013 թվականից, 2014 թվականից։ Դե այդ հաշվարկով որ նայենք 11-12 տարեկան երեխաներ են։ Այո։ Հետաքրքիր է։ Բժիշկ Քեբոյան, ինչպես կարելի է, այսօր մենք լիարժեք խնդիր ունենք տեղեկատվական առումով, քանի որ մեր քաղաքացիները չգիտես ինչու որոշակի կանոնակարգով, անհասկանալի կանոնակարգով փորձում են անտեսել իրենց առողջական գանգատները եւ իհարկե չմոռանանք, որ սիրտը մեր կարևորագույն օրգանն է եւ առանց սրտի հնարավոր չէ ապրել։ Ինչպես մոտեցնել մեր քաղաքացիներին այն մշակույթին, որ կան կանխարգելիչ որոշակի միջոցառումներ, որոնք առանց անկախ ամեն ինչից, եթե կան գանգատներ, անգամ չկան գանգատներ, եթե կան գենետիկ նախատրամադրվածություններ, պետք է գնալ այդ քայլին եւ հետազոտվել, վաղ կանխելու հետագա բարդությունները։ Համար առաջին բանը, որը որ լուծման կամ օգնության կարիք ունի, դա սեփական առողջության նկատմամբ պատասխանատվություն կրելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մեր սոցիումի անձը պետք է այդ կարողանանի պատասխանատվություն կրի սեփական առողջության համար։ Մեր հասարակության անդամները շատ պոտենցիալով են, շատ հարցերում պատասխանատու են, բայց սեփական անձի, սեփական առողջության նկատմամբ երբեմն հարց ունեն։ Եվ դիմում են բժիշկներին այն ժամանակ, երբ որ այսպես ասած բանը բանից անցած է, դանակը ոսկրին հասած տարբեր։ Եվ լուծելի խնդիրները փոքրանում են, վտանգները շատանում են եւ ակնկալիքներն են փոքրանում։ Բժիշկ Քեբոյան, արհեստական բանականությունը շատ մեծ թափով մուտք է գործել առողջապահության համակարգ եւ մենք ձեզ հետ այսօր խոսում ենք ոչ ուղղակի սրտաբան, որ կոնսերվատիվ բուժում է անում, այլ վիրաբույժ։ Ամբողջ աշխարհում արհեստական բանականությունը ինչ հեռանկար ունի սրտային վիրաբուժության մեջ։ Սրտային վիրաբուժության մեջ կարևորագույն գործիք է։ Գործիքի նշանակությունը կարող է մեծանալ, բայց երբեք չփոխարինել։ Ես այդ տեսակ եմ մտածում։ Այսինքն այնուհանդերձ մենք մարդկային գործոնը այստեղ շատ մեծ տոկոս է կազմում եւ եթե դիագնոստիկ ինչ որ փուլում լինի, իսկ ռոբոտիկ վիրաբուժության մասին ինչ կասեք։ Ռոբոտիկ վիրաբուժության մեջ եւս մարդկային ֆակտորն է։ Ռոբոտը կառավարվում է մարդու կողմից եւ որոշումները խոշորարով կայացվում են մարդու կողմից։ Ռոբոտը կատարողական գործիք է, որի կատարողական էֆեկտիվությունը փորձում են մաքսիմալի հասցնել, բայց վերջ-վերջո պատասխանատվությունը կրում է այն անձը, որ որոշումն իրականացնում է։ Եվ նաև կարծում եմ բժիշկ Ամիրյան, եկեք փորձենք անդրադառնալ, մենք ինչ նվաճումներ ունենք գիտության ոլորտում, արդյոք Նորք Մարաշը եւ ընդհանրապես հայկական սրտային վիրաբուժությունը կարողանում է տպագրել ժամանակակից հոդվածներ, առանձին case report-ներ, ինչպիսին է այդ ոլորտում մեր ձեռքբերումները։ Աշխատանքի ծառաբերվածության պատճառով շատ չի լինում ամենօրյա հոդվածներ տպագրել եւ այդ այսպես ասած կոնցենտրացիան պահել, բայց Նորք Մարաշը քայլում է բժշկության առաջընթացին համապատասխան եւ գաղտնիք չի որ ասեմ, որ մենք ստեղծել ենք մի հարթակ, այսպես կոչված Zoom հարթակ, որտեղ որ շաբաթը մի անգամ մասնագետներով հավաքվում ենք Հայաստանի եւ դրսի մասնագետերով, հայ մասնագետերով հավաքվում ենք եւ քննարկում ենք մեր մասնագիտության կարևորագույն հարցեր, կարևորագույն նյութեր, որոնք որ նաեւ հիմք են հանդիսանում հետագա հոդվածների տպագրմանը։ Այնուհանդերձ մենք այդտեղ հայտ ունենք ներկայացրած եւ տարիների վաստակ կա տպագիր աշխատանքների քանակը նորմալ է։ Գիտեք, Նորք Մարաշում տարիների ընթացքում Հրարեվականի գլխավորությամբ բազմաթիվ նորարարություններ են փորձվել եւ իրականացվել եւ հաջողվել։ Ժամանակը չի հերիքել հավանաբար դրանք բոլոր լուսաբանել եւ հրապարակել, բայց դրա հերթը գալիս է եւ մենք դրա վրա աշխատում ենք։ Մեր հերոստատողը գրում է սրտի շրջանում մի քանի վայրկյան տևող անհանգստություններ եմ ունենում, սեղմում, կծկում, արժե արդյոք մտահոգվել։
Արժե արծեք մտածել, այո։ Անպայման պետք է մտահոգվել եւ փաստել, որ խնդիր չկա։ Իսկ խնդրի պարագայում ճիշտ ալգորիթմերով շարժվել, անպայման բժշկին այցելել եւ անել այն ինչ որ պետք է ասի բժիշկը։ Եթե հետ վերադառնանք սրտաբանի համաշխարհային օրվան եւ արձանագրենք, որ վիրաբուժական միջամտությունները հստակ լուծում են եւ բուժման մեթոդ են, դրանից հետո միևնույն է այդ պացիենտները պահանջում են վարում, ինչպիսին է մոդելը, վիրահատված պացիենտները յուրահատուկ առանձնահատուկ խնամքի կարիք ունեն, թե իրենք արդեն ամբողջությամբ համարվում են առողջ մարդիկ։ Ստացվում է այնպես, որ սրտային վիրաբուժները հիվանդի կյանքում էպիզոդիկ մասնակցություն ունեն։ Երբ որ կարիք կա վիրաբուժության, գալիս են վիրատվում են, ապաքինվում եւ վերադառնում են այն անձի մոտ, ով իրան ուղղորդել է վիրատության, այսինքն սրտաբանի մոտ։ Հիվանդի կյանքում շատ կարևոր նշանակություն ունի սրտաբանը, ով որ հիվանդին նախապատրաստում ուղղորդում է բուժական գործողության, հետո հիվանդին հետ է ընտրում եւ ապրում է հիվանդի հետ։ Դա շատ պատասխանատու ճանապարհ է։ Ոչ բոլոր սրտային վիրաբուժություններն են հիվանդների հիմնահարցերը լուծում։ Որոշները լուծում են մասնակի, որոշները լուծում են ամբողջական։ Սա շատ կարևոր հարց է հատկապես մանկական սրտային վիրաբուժությունում։ Ցավոք սրտի կան արատներ, որոնք որ ռադիկալ լուծման ենթակա չեն եւ այսպես կոչված պալիատիվ օգնական վիրահատությունների ճանապարհով են գնում, փորձելով ֆիզիոլոգիական որևէ ինչ-որ մի հարմար պայման ստեղծել երեխայի համար, ապրելու համար, մեծանալու համար։ Դրա համար առողջանալ բառը սրտային վիրահատությունները պետք է ճիշտ կոնտեքստով գործածել, հատկապես մանկական սրտային վիրաբուժությունում։ Նաև վերջին տարիներին շատ բաց վիրահատությունները կարծես հիմնականում փոխարինվեցին նաև ինտերվենցիոն այլ ավելի փակ մինիմալ ինվազիվ միջամտություններով, կուզեի որ այդ դրա մասին փոքր խոսեինք։ Երևի թե բաց վիրահատություններ անում ենք միայն անխուսափելի դեպքերում, հա։ Ճիշտ պատկերացնում։ Տրադիցիան այնպես է դասավորվել, որ եթե անձը կարող է ենթարկվել փակ գործողությամբ նույն նպատակին, ցանկալի է գնալ փակ գործողության։ Եթե դրա լուծման նպատակները ճիշտ են դրված, ցուցումները ճիշտ են, վտանգները հաշվարկված են։ Երբ որ վտանգները ճիշտ են հաշվարկված եւ ցուցումներն ու արդյունքները համեմատական չեն, այն ժամանակ գալիս է բաց վիրահատության հարցը։ Շնորհակալություն բժիշկ Քեբոյան, ինքս լինելով վիրաբույժ մեծ ժամանակ եմ անցկացնում վիրահատարում, բայց ոչ այդքան շատ ինչպես որ դուք սրտային վիրաբույժներ եք, ինչպես եք կարողանում կանոնակարգել ձեր կյանքը, այլ ձեր օրվա մեծ մասը դուք անցկացնում եք վիրահատարանում վիրահատության ժամանակ եւ ձեր վիրահատությունը կարող է շատ ավելի երկար տևել։ Այ ո՞նց եք կարողանում ապրել, էլի կարելի է այսպես ասել։ Ճիշտ հարց տվեցիք, ո՞նց են կարողանում ապրել, ապրում եմ այդ մասնագիտությամբ։ Ես եւ իմ գոլեգաներն, ովքեր ես գործի մեջ են հատկապես հայաստանյան սրտային վիրաբուժության մեջ են, մենք ապրում ենք այս մասնագիտությամբ։ Իսկ այդ ապրելու պարագայում հարց չի առաջանում երկար կամ կարճ լինել վիրահատանում կամ լինել պացիենտ հետ կամ հիվանդանոցում։ Սովորական ոնց որ բոլոր մարդիկ են ապրում, մենք էլ մասնագիտությամբ ենք ապրում։ Բա ընտանիքը, բա երեխաները ոնց եք հասցնում։ Այդտեղ հարց կա։ Դա բայց բժշկական իրանի հարցը ամբողջությամբ դրան էր միտված։ Սրտային վիրաբուժների ընտանիքները հավանաբար հասկանում են սրտային վիրաբուժներին, իմ դեպքում իմ բախտը բերել է։ Թույլ տվեք հավելել նաև սրտային վիրաբուժությունից են իսկապես հասկանում եւ իհարկե ընտանիքը այդ կարևոր հենարանն է։ Այս դեպքում եկեք ողջույնի խոսք ուղարկենք բժիշկ Քեբոյանենց տուն, ընտանիքին, բոլոր փոխըմբռնողներին, բոլոր աջակցողներին եւ ընդհանրապես բոլոր ընտանիքներին, որոնց վրա հենվելով վիրաբույժները կարողանում են փրկել ուրիշների երեխաներին եւ երևի թե ձեր երեխաներին ամենամեծ պատասխանը ժամանակի դեֆիցիտի կտակ այդ ապրած կյանքերի քանակով եւ մյուս երեխաների շնորհակալությամբ, կարծում եմ դա շատ անչափելի ինչ որ մի։ Երբ որ լինում է որ գիշերային վիրահատության եմ գնում եւ կամ ինչ-որ մի շաբաթ կյանքի տանը չեմ կարող լինեմ ու հատկապես դա երեխա է, տղաս հարցնում է բալիկի վիրահատության ես գնում, ասում եմ այո, առավոտը գալիս եմ դու ճիշտ ասա բալիկին բուժեցիր, մեր տան առօրյա խոսակցությունն է դա։ Ձեր տղան ձգտում է դառնալ մանկական սրտային վիրաբույժ։ Տղաս 7 տարեկան է, հավանաբար չի ձգտում, բայց papan ձգտում է։ Շատ լավ, մենք կարծում եմ բավականին խոսում ենք ծանր իրականում մասնագիտության մասին, բայց բավականին ուրախ եւ թեթև նոտայից եւ թույլ կտակ որպես գործընկերներ մենք էլ սիրելի սրտաբաններ բոլորիդ շնորհավորում ենք, կարևորելով ձեր դերը, որովհետեւ երբ որ բանը հասնում է սրտին, այդտեղ բոլորս արդեն անզոր ենք բառի բուն իմաստով։ Աստված որ ոչ ոք չունենա անհապաղ անհետաձգելի սրտային վիրաբուժության եւ սրտային միջամտությունների կարիք։
Եվ հավելեմ սիրելի հեռուստադիտող, եթե կա սրտի որևիցե ինչ-որ խնդիր կան գանգատներ, եթե կան ախտորոշված որևիցե խնդիրներ, ապա մեր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ սրտային վիրաբուժություն իրականացնելու պարագայում հանգիստ կարող ենք վստահել մեր սիրելի բժիշկներին, որովհետև մենք ապահովագրված ենք ամեն ինչով։ Բժիշկ Էբոյան, շնորհակալություն, թող ձեր բոլոր առավոտները եւ ձեր պացիենտների, բոլոր պացիենտների ամբողջ թիմի կլինիկայի առավոտները միշտ լինեն առողջ։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ եւ հաջողակ օր։ Այժմ դիտենք տեսանյութ սրտաբանների եւ սրտաբանության մասին, որից հետո կշարունակենք։ Սիրտը մեր կյանքի շարժիչն է։ Ամեն օր այն զարկում է մոտ 100,000 անգամ, անվերջ ու անձայն, առանց դադարի։ Բայց այդ շարժիչի սպասարկման մասին մենք հաճախ մոռանում ենք։ Իսկ նրանք, ովքեր ամեն օր հետևում են սրտի առողջությանը, սրտաբաններն են։ Մասնագետներ, որոնց վստահում ենք ամենաթանկը՝ մեր ապրելու ռիթմը։ Սրտաբանի համաշխարհային օրը հնարավորություն է հիշեցնելու, թե որքան մեծ է սրտաբանության դերը ոչ միայն անհատական, այլև հասարակական մակարդակում։ Շաքարախտ, բարձր ճնշում, գիրություն, ստրես, անշարժ կենսակերպ։ Այս բոլորը վտանգում են սրտի աշխատանքը, երբեմն չտալով երկրորդ հնարավորություն։ Եվ հենց այստեղ է, որ սրտաբանը դառնում է կյանքի պահապան։ Այս մասնագիտությունը պահանջում է զգույշ հաշվարկներ, արագ որոշումներ, խոր գիտելիք եւ մի բան էլ՝ սրտով անել գործը։ Որովհետև սրտաբանը միայն գործիքների ու տվյալների վրա չի հենվում։ Նա տեսնում է մարդուն, զգում է նրա ներսի ռիթմը, լսում է անգամ այն, ինչ տվյալները չեն ասում։ Այսօր սրտի հիվանդությունները շարունակում են մնալ մահացության առաջատար պատճառներից։ Բայց նաև այսօր մենք ունենք առավել զարգացած հետազոտություններ, նոր սերնդի դեղամիջոցներ եւ ամենակարևորը՝ գիտենք, որ սրտային հիվանդությունները հնարավոր է կանխել։ Բոլորը չէ, որ կունենան սրտի վիրահատություն, բայց բոլորը կարող են ունենալ սրտաբանի խորհուրդը ժամանակին։ Եվ հենց այդ ժամանակին արված քայլն է, որ կարող է ավելացնել կյանքի տևողությունը։ Այսօրը նաև հիացմունքի եւ շնորհակալության օր է։ Բոլոր այն բժիշկների համար, ովքեր իրենց մասնագիտական պարտքը կատարում են ոչ միայն գիտական հմտությամբ, այլ նաև մարդկային մեծությամբ։ Բոլոր սրտաբանների, ովքեր կանգնում են ապրելու ու չապրելու սահմանին, հստակ, վստահ, հանդարտ։ Սրտաբանի օրը ոչ միայն մասնագիտական տոն է, դա կոչ է պահել մեր սիրտը առողջ շարժման մեջ ու արժանապատիվ կենսակերպի պայմաններում, որովհետև առողջ սիրտ ունենալը պատահականություն չէ, դա ընտրություն է։ Իսկ մենք վերադառնում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ անցնում ենք մեր ամենահետաքրքիր մասերից մեկին՝ առողջ ապրելակերպի խորհուրդներին։ Սիրելի դիտողներ, սրտի առողջությունը սկսվում է ամենօրյա պարզ որոշումներից։ Ահա մեր առաջին երկու խորհուրդը, Բժիշկ Ավետիսյան։ Եթե Սկսեք օրը 1 բաժակ ջրով ու 10 րոպե թեթև շարժումով։ Ինչ ասել է սկսեք օրը 1 բաժակ ջրով։ Ինչու։ ջուրը կյանք է, կարող եմ ասել, այո, որովհետև այսօր հաշվի առնելով, որ մեր օրգանիզմի 80%-ից ավելի բաղկացած է ջրից, առանց ջրի ինձ թվում է հնարավոր չէ ապրել։ Եթե ջրի պահանջ չունեմ, Իսկ եթե ջրի պահանջ չունենք, դա չի նշանակում, որ մենք ջուր չպիտի օգտագործենք, որովհետև այդ պարագայում եւս ջրի բացակայություն մենք ամեն դեպքում ունենալու ենք եւ հետագայում ունենալու ենք նյութափոխանակության վառ արտահայտված խնդիրներ։ միանշանակ, բայց թեթև շարժումների մասին հաստատ որևէ պատճառաբանություն չեն կարող բերել, որովհետև առողջ առավոտը սկսում է առողջ մարմնամարզությունից առնվազն մի քանի րոպե։ Նվազեցրեք աղի ու վերամշակված մթերքի օգտագործումը։ Բոլորս էլ լավ գիտենք այսօր, որ աղը ինչ վնասակար ազդեցություններ ունի, սկսած արկերակային հիպերտենզիայից եւ վերջացրած հետագայում երեկամային լուրջ խնդիրների առաջացմամբ, այնպես որ միշտ փորձեք այն ամենափոքրիկ պարագայում, երբ որ թեկուս ինչ որ մի անալիզ զգացողություն կա, մի փոքրիկ ընդհանրապես օգտագործել այդ աղը եւ չարաշահումներ ընդհանրապես չանել։ Ես հավելեմ, որ առատ աղի օգտագործումը ընդհանրապես պարզ երևի թե փոքրուց եկած սովորություն է, այնպես որ դա կարելի է վերանայել եւ փրկել սեփական առողջությունը։ Իսկ քնի ռեժիմի խախտումները նույնքան վնասակար են, որքան սխալ սնունդը։ Ինչու՞, որովհետև մենք ամբողջությամբ բաղկացած ենք այսպես կոչված կենսառիթմերից կամ ցիրկադային ռիթմերից, մեր օրգանիզմը սովոր է լինել ինքնակարգապահ։ Հարց. մենք սովոր ենք լինել ինքնակարգապահ, թե մենք Ես կարող եմ պատասխանել, որ ոչ, որովհետև ես չունեմ առողջ քուն, անկեղծոյի ժամանակահատվածը։ Դե հաշվի առնելով նաև մասնագիտական սխալները, մասնագիտական սխալ ասելով, մասնագիտական ուղու հետևանքները, բոլորս որպեսզի կայանանք անքուն, անթիվ, անհամար հերթապահություններ ենք իրականացնում եւ դե խոսենք հասարակ մահկանացությունների մասին, ոչ թե վիրաբույժների, հա, այսպես։ Եվ հիշենք, որ սրտի լավագույն մարզումը քայլքն է օրական գոնե 30 րոպե, բնականաբար խոսքը չի վերաբերում հակացություններ ունեցողներին, բնականաբար
Ընդհանրապես ցանկալի է ունենալ ծանոթ մտերիմ կինեզիոլոգ, վերականգնողաբան, ով կօգնի շատ ավելի հստակ մի փոքր այսպես կոչված coaching անի եւ իմանանք մեր օրգանիզմի, մեր ողնաշարի, մեր սրտի համար ամենից կարևոր վարժությունների խումբը, այդպես ապրելակերպը եւ սննդի դիետան։ Ես սննդի դիետան, որ իհարկե ես կարծում ենք հետագայում կանցնենք այդ թեմային, ճարպակալմանն է վերաբերում, իհարկե, որ շատ նուրբ կողմ է։ Եվ վերջում իհարկե սիրտը պահանջում է ուշադրություն, ոչ միայն երբ ցավում է, այլ ամեն օր սովորական լուռ օրերին։ Եվ ինչպես ասում է բժշկությունը, կանխարգելված հիվանդությունը ամենամեծ հաղթանակն է։ Եղեք ուշադիր, ապրեք լիարժեք։ Եվ ամենավերջում չմոռանանք, որ սիրտը մեր ամենակարևոր օրգանն է, առանց որի մենք չենք կարող ապրել։ Եվ չմոռանանք, բացի օրգանական առանձնահատկություններից, բացի սիրտ մղելուց մեր կենսական կարևոր օրգաններ, մենք սիրում ենք նաև սրտով։ Այո, ես եի ուզում ասել, մենք ինչքան հետաքրքիր է, որ մենք ինչ որ բան ասելուց ասում ենք անում ենք սրտով, սիրում ենք սրտով, կռվում ենք սրտանց, եւ այս խոսույթները թեւս պատահական չեն եկել մեր կյանք։ Հետևեք ձեր սրտին, որովհետեւ ձեր բոլոր առավոտները լինեն առողջ։